ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կապված ձեր խոսքը կփոխանցեք եւ այսպես Նիկոլ Փաշինյանը Դավոսում էր, տեսակ այդ վիճակը, այնտեղ տեսակ Թրամփը աչքով տվեց մեր Նիկոլին, այս վիճակները քպականներն ու ներձիշխանական զանգված այսպիսի հայտարարություններ էր անում, այնուհետև նաեւ այն ողորմելի կեցվածքը Վահագն Խաչատուրյանի Ալիևի շնորհակալություն էր հայտնում, ինչի համար է շնորհակալություն հայտնում, ձեզ համար այդ ամեն ինչը պարզ է թե ոչ։ Ինձ համար պարզ է, որ նրանք շնորհակալություն են ասել, որ սրանք սպանել են 5000-ից ավել կամ ասենք 5000-ից ավել մարդ են սպանել, հայ են սպանել, որ դրա համար շնորհակալություն է հայտնում, որովհետև դա փաստ է։ Ու խլեցին հայկական եւս մի հողերի մի մաս։ Երևի դրա համար շնորհակալություն է հայտնում, ուրիշ բանի համար շնորհակալություն նրանք հիմք էլ չունեն։ Մենք գիտենք, որ այդպես ասած խաղաղության համաձայնագիրը կամ պայմանագիրը քննված չի, ստորագրված չի։ Մենք գիտենք, որ Արցախահայությունը անտուն անօթևան է մնացել։ Գուցե դրա համար ինքը շնորհակալություն է հայտնում։ Իսկ Դավոսի հետ կապված ես ճիշտ ասած ես ասեմ իսկույն ոչ մի ուշադրություն չեմ դարձրել ոչ այդ Վահագն կոչված Խաչատուրյանին, որը զուտ են կարգի մարդկանցից է ղշեի ժամանակի, ասենք իշխանության ժամանակի օրոք, որոնք ստվերում, այդպես ասած, մոխրագույն մկնիկի պես է ապրել ու հիմա չգիտես ինչ վաստակների դիմաց ստանում է թեկուզև պայմանական նախագահի տիտղոսը։ Դա ապուշի մեկը, հենց այդպես։ Ու ուշադրություն դարձնել նման մարդկանց վրա, Դավոսում շատ ուրիշ հարցերն էին լուծվում, որոնք այտենց չլուծված մնացին, եթե գիտեք։ Նույնիսկ Դավոսում Տրամպի եւ Զելենսկու հանդիպումը ավարտվել է ապարդյուն։ Գնացեք Financial Times-ը կարդացեք, գոնե բրիտանական թերթը կարդացեք, իմացեք, որ ոչ մի արդյունքին չեն եկել։ Ոչ մի բան չի կնքվել, ոչ մի բան չի ստորագրվել։ Մի հատ խոսել է հարտակ են էլ գտել նույնիսկ այդ Տրամպի նախաձեռնությունը ինչ-որ խաղաղության խորհուրդ ստեղծելու, այն էլ $1 միլիարդ պիտի մուծես, որ լինես այնտեղ ինչ-որ մի կարգավիճակով իբր թե լի իրավ անդամ կամ մասնակից, բայց տեսեք, մենք տեսել ենք, որ պաշտոնական ճակերտավոր Երևանը համաձայնվել է, Քուրդալիևը համաձայնվել է, ես զարմանում եմ, պաշտոնական Երևան 1 միլիարդ, այդպես ասած, ազատ գումարներ ունի, որ եթե ունի, թող գնա մեր զինված ուժերը ուժեղացնի, եթե ունի, թող այն մարդկանց տներով, բնակարաններով ապահովի, որոնք մնացել են անտուն անօթևան։ Եթե ունի, թող այդ 1 միլիարդի գնով փոխհատուցի են կորուստները, որ կրեցին Շուրնուղ գյուղի բնակիչներ կամ այն Թավուշի շրջանի գյուղարանքի բնակիչները, որոնցից հող են խլել, հանձնել են Թուրքին։ Չէ, ոնց, եթե պաշտոնական ճակերտավոր Երևանը կօգնի հայերին, դա չտեսնված բան է, ոնց, չէ, պետք է ուրիշներին նպաստող ինչ-որ քայլ կատարեն։ Ընդ որում այդ Տրամպի նախաձեռնությունը պրակտիկորեն տապալվել է։
օրինակ եվրոպական երկրներից ամենահեղինակավոր եւ ազդեցիկ հրաժարվել են մասնակցել չեն իմանում մեր դիտորդները ունկնդիրները չեն իմանում իրենց սիրած եվրոպական երկրների առաջնորդները հրաժարվել են գուցե մի բան կհասկանան մարդիկ որ ոչ ամեն ինչ որ ընտանում է այն սցենարով որի շրջանակում շարունակում են գործել այսօրվա Հայաստանի Հանրապետության մնացորդի ճակերտավոր կառավարիչները որոնք այնքան հետամնաց են տեսեք ես ուզում եմ ձեզ բերեմ կողեմ ասենք մի ուրիշ ուղղություն որը շատ ավելի արդի է քան թե ինչ որ մի դավոսներ մեզ շարունակում են համոզել որ վայ տրիմպի տրամպի տրիպը շատ շահութաբեր է շարունակում են հեսա ներդրումներ կլինեն բոլորը քեփեականների նման կապրեն ներողություն այդ սուտը որ դուց աչում բնականը մենք հասկանում ենք նրանք այդքան վարձատրված են այդ ուժերի կողմից տեսեք Հայկ Նավիջանյանն ու Քրիստինե Վարդանյանը երեք բացահայտեցին որ ըստ էության ամերիկյան կողմը ադրբեջանական կապիտալի հետ է բանակցում միայն այո ներդրումների մասով գալու այսինքն հերոչայինը որ մենք տեսնենք Սյունիքը այլևս վերցնում են թուրքերն ու ադրբեջանցիները դրա համար չէ ամերիկայի դեսպանները վերջի տարիները հա այցելում էին Սյունիք դրա համար ու մենք տեսնում ենք որ դա կրում է շարունակական բնույթ ու ոչ մի այդպես ասած արձագանք չի ստանում Երևանում ոչ մի արձագանք չի ստանում այն ացաններում այն մարմիններում պետական որտեղ պետք է որ ստանան արձագանք մենք տեսնում ենք որ շարունակվում է թեկուզև այդ տավտալոգիան շարունակվում է շարունակական ստախոսություն բնավ ուղղված է հունիսի 7-ի այդպես կոչված պայմանական օրվա այսինքն այդ ընտրությունների իրենց ուզածը որ նրանք խաղաղություն են բերել ում է խաղաղություն բերել եւ այդ ինչ կարգի խաղաղություն դա խաղաղություն չէ մենք մտել ենք իրենց պատճառով ամենավտանգավոր պատմական ժամանակաշրջան երբ խոսք է գնում արդեն Հայաստանի ոչ միայն տարածքների այլ նաև ինքնիշխանության եւ սուվերենության զարգելու մասին քանի որ տարածքը որ չունի ընդարձակ ինչ որ մի հողերի քանակ նա զրկվում է ամեն ինչից նա դառնում է ինչ որ մեկի գծորդ սուտ է որ յանի Եվրոպայի մեջտեղում գտնվող Լիխտենշտեյնները եւ Լյուքսեմբուրգները ինքնուրույն են ինքնավար են կամ ինքնիշխան են եւ սուվերեն սուտ է ակնհայտ սուտ է
ու նորմալ մարդիկ դա իրենց բանականությամբ շատ հեշտ հասկանում էին, անհասկացողները մեզ համար չպետք է լինեն օրինաչափություն, որոնք շարունակում են, այդպես ասած, ուրախանալ, ուրանալ և ուրախանալ, այդ ուրացողները հայ չեն, հենց այդպես, նրանք հայ չեն, այդ ուրացողները չեմ իմանում իհարկե երբ, բայց պատիժը կստանան, Աստծո պատիժ, թե ինչ պատիժ, բայց պատիժը կստանան, թող նստեն, ուրանան, ուրախանան, ուտուշ խմուշ կազմակերպեն, այս արիտով, են արիտով, բայց թող նկատեն ինչ է կատարվում, իսկ կատարվողը, նայեք, երեք ուշ գիշերը, մինչև խոր գիշերը, նույն Մոսկվայում շարունակվել են ռուս-ամերիկյան բանակցություններ, բավական բարձր մակարդակով, բայց չնայած Ռուսաստանի նախագահի ուրեմն օգնականը Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցությունների թեման միայն Ուկրաինա էր, դա կներեք ինձի, դա ևս սուտ է կամ կիսասուտ, ոչ, բանակցությունների առարկան ըստ իս եղել են ուրիշ հարցեր, մարդիկ կարող են հարցնել ինչ հարցեր, ես դες ասեմ, նախ և առաջ Իրան, այո, նախ և առաջ Իրան, ոչ թե Ուկրաինան, այլ Իրան, երկրորդ կետը, եթե Տրամպը Դավոսում հնչեցրել էր, որ ասենք Ռուսաստան ու Չինաստանը ունեն իրենց ազդեցության ոլորտներ, տարածքներ, ազդեցության ոլորտը որն է, տարածք, ու եթե նա հռչակում է, որ արևմտյան, երկիր մոլորակի արևմտյան կեսը պատկանում ԱՄՆ-ին, Ամերիկային, բայց խոստովանելով, որ Ռուսաստան ու Չինաստանը ունեն իրենց ազդեցության ոլորտները, բնականաբար նա ակնարկում է կամ ասում է, հենց տենց ասում է, որ արևելյան մասը երկիր մոլորակի պատկանում է Ռուսաստան Չինաստանին, ուրիշ կերպ չկա, նշանակում է, որ այդ խոշոր հարցի շուրջ մեծ տերությունները, որ հիմա հենվենք նույն Ուշակովի խոստովանություններին, Ուշակովը ինչ ասաց, ասաց, որ շատ շերտ ջեր մթնոլորտում բանակցություններ են ընթացել, շատ կառուցողական, բայց իհարկե փակագծեր չի բացեց, մեզ չի բացատրեց, ինչ առումով են կառուցողական, որ մի կետում է կառուցողական, նույն օրինակ Ուկրաինայի հարցում այդ Տրամպի բանագնացը Վիտկոֆը խոստովանել է մի օր առաջ, որ գրեթե բոլոր հարցերը լուծված են, այնտեղ մի հատ շատ կարևոր մեկ հարց կա, որը դեռ չենք պայմանավորվել, բայց դա, ոնց ինքը ասաց, լուծում կա այդ հարցի։ Տեսեք, բոլորը խոսում են, այդպես ասած, կիսատոներով, կիսաներքերով,
Չես կարող ասես դա կիսակնարկներ են թե ինչ, որովհետև ոչ ամերիկյան կողմը, ոչ ռուսական կողմը փակագծեր չեն բացում։ Փոխանակ դրան մենք իմանում ենք, որ Իրանի հարցի շուրջ բավական սուր մրցակցություն է գնում։ Ու այդ մրցակցության մասնակիցները արևելքի կողմից Ռուսաստանը եւ Չինաստանն է։ Օրինակ դուք երևի տեղյակ չեք, բայց իմացեք։ Վերջերս մի 16 հատ ռազմատրանսպորտային ինքնաթիռ Չինաստանից մեկնել է, եկել է Իրանում վայրեջք կատարել։ Տարբեր աղբյուրների վկայությամբ նրանք լեփլեցուն սպառազինություններ, զենքեր, մի խոսքով ռազմական բեռներ են բերել Իրան։ Բացի դրանից արդեն վկայում են եւ Իսրայելի եւ ԱՄՆ-ի աղբյուրները, որ Ռուսաստանը տրամադրել է Իրանին այդպես կասված ռադիոէլեկտրոն պայքարի կալինկը կոչվող կայանք կամ միջոց, դժվար է, դա տեխնիկական ասնկարումով հիմա եթե մենք պատմում ենք, մենք չենք ուզում եւ չենք կարող խորանալ, բայց այդ կալինկայի միջոցով Իրանի մասնագետները, Իրանի համապատասխան ծառայության ուրեմն զինվորները կարողացել են լրացնել, տենց ասենք, լրացնել այդ Իլոն Մասկի կոչված Starlink, ասենք, սարքավորումները, ինչից հետո պարզ դարավ, որ ոչ մի ժողովրդական դժգոհություն կամ ըմբոստություն, ինչ որ ըմբոստ զանգվածներ չկան, կան զուտ զինված վարձկաններ եւ դավաճաններ, որոնցից ձերբակալվածների թիվը արդեն 3000-ից ավել է։ Ճիշտ է, եւ զոհերի թիվը 3000-ից ավել է։ Զոհերը այդ թվում խաղաղ բնակչությունից, կանայք, երեխաներ, ծերուկներ, ճիշտ է։ Բայց ԱՄՆ-ում եւ Իսրայելում մտավախեցած են հենց այդ կալինկաներից, որովհետև պրակտիկորեն զրկվում են վերջի զենքից։ Վերջի զենքը այն առումով, որ ինչ որ ամերիկացիք հիմա չեն ասում, որ զորք ենք ու հարկունք մերձավոր արևելք թե ինչ, բայց հաշվի առնելով, որ ռազմական օգնությունը շարունակվում է եւ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, անձամբ ես դժվար եմ պատկերացնում, որ առանց 100% համոզվածությամբ ամերիկացիք ռիսկ են անելու ներխուժել, ներթափանցել Իրանի տարածքը, որպեսզի պատերազմ սկսեն ցամաքային։ Մնացած սա պատերազմի ձևերը Իրանը պատրաստ է։ Օգնել են դաշնակիցները, հենց այդպես, դաշնակիցները։ Ու բոլոր ուրիշ կարգի սպառնալիքներ, որ հնչեցնում է Տրամպը Իրանի հասցեին, ըստ իս հենց դրան եղել են ուղղված վերջին երեկվա կայացած բանակցությունները Մոսկվայում։ Հա, մենք արդյունքներից տեղյակ չենք։ Բայց ով է ասել, որ շարքային քաղաքացիները ուրիշ պետություններում պետք է տեղյակ լինեն, թե ինչի մասին են բանակցում Ռուսաստան, տվյալ դեպքում Ռուսաստան ԱՄՆ-ն կամ մյուս դեպքերում Չինաստան ԱՄՆ-ն։ Մենք պատկերացնում ենք շատ լավ, որ
երբ որ Տրամպը հայտարարում է, որ իր նպատակը Իրանի գերագույն առաջնորդին տապալել կամ սպանել, բանակցությունները այդ երկրների միջև չեն կարող տեղի ունենալ։ Թե չէ մենք անցյալ տարվա ամիսների նման անտեղակ կլինեինք, թե Իրան ու ԱՄՆ-ն ինչի շուրջ եւ ինչի մասին բանակցում են։ Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ ունի ցանկություն գրիվ անել կամ պատերազմել Իրանի հետ, բայց վախում է։ Իսկույն վախում է։ Ու պատերազմը տեղափոխվեց ուրիշ դաշտ։ Պատերազմը շարունակում է բնականաբար, բայց տեղափոխվեց ուրիշ դաշտ։ Հատուկ ծառայությունների գործակալների եւ այլն, ինչ որ ասենք դավադիր զանգվածների շրջանակում միջավայրում, որը Իրանի իշխանությունները անվանել են կոգնիտիվ պատերազմ։ Այդ կարգի պատերազմը կշարունակվի, ոչ ոք թող չկասկածի։ Բայց դա միաժամանակ մեզ հուշում է, եթե Մարիամ ջան, դուք հիշում եք Իրանի դեսպանի հայտարարությունները, ստեղ շատ տարբեր զելեմաները դա անվանեցին սկանդալային։ Ինչ սկանդալային, մարդը ասել է այն ինչ որ կա։ Դե որովհետև ըստ առաջին անգամ Իրանը փափուկ դիվանագիտությունից անցում արեց մեր նկատմամբ հաստատորապես, իրերը իրենց անունով կոչեց։ Այո, վերջապես նրանք ամեն ինչ անվանեցին այն խոսքերով, որոնք պիտի անեին 2018-ից հետո։ Երբ որ այս տայֆան տականքների տայֆան, դավադիր տայֆան իշխանության է եկել։ Բայց մոտ 5.5 տարի Իրանը համբերատար սպասել էր, որ ասանք խելքի գան։ Չէ, չեն գալիս։ Հակառակը, տեսեք ինչ են պատասխանել։ Բա մեր մոտ չի կարելի։ Մենք չենք անում, ինչ չես անում։ Չես կարա բարեկամական երկրի դեմ ուղված միջոցառումներ կասեցնես։ То սուտը մեռնի, տվար։ Բա հունիսի 12-ին սեփական ժողովրդի դեմ են, ինչ են ասում։ Լուսաձայնային նռնակները ով է նետել։ Բա մարդկանց բռնել, նույն Վարդան Հոկասյանին բռնելը, ով է արել։ Մարդը ինչ է ասել, որ դուք իրեն բռնել եք։ Ոչ մի բան, ոչ մի դավադրության կոչ, ոչ մի իշխանափոխության կոչ, ոչ մի եսիմինչ ատելության տարածելու ջանքեր։ Բայց դուք իրան բանտարկել եք, բայց դուք իրան ընդ որում որոշակի մեղադրանքներից արդեն հրաժարվել են, գիտեք, չէ՞։ Հա, Մարիամ, լսել եք, չէ՞, որ արդեն այն սկզբնական մեղադրանքներից հրաժարվել են։ Բա այն պարակար համայնքի սպանությունը մոռացել եք, դուք բան չեք կարող անել, հա, սպանեք, ոնց որ սպանում եք հայերին։ Մանավանդ, որ այդ մասսան 100% որ Իրանի քաղաքացիներ չեն եղել։ Իրանի քաղաքացիները հունվարի 12-ին դրսևորեցին իրենց կամքը, իրենց համոզմունքը, երբ որ բազմամիլիոնանոց
Ցույցեր են կազմակերպել ի պաշտպանություն այսօրվա Իրանի իշխանություններին։ Բայց դուք ստանձնել եք ինչ? Այդ Խալիլ Շիրգոլամի խոսքերով դուք ստանձնել եք դեռ Իրանի տշնամական, ասենք, տրամադրված ուժերի կենտրոն դառնալ։ Ահա թե ինչու մենք շատ ճիշտ ակներև տեսնում ենք, որ Տրամպի հետ աչքաչկանելը նշանակում է, որ դուք կործանում եք Հայաստանը։ Որովհետև Տրամպը հերո է։ Ամերիկյան սպեցնազը շատ սակավաթիվ է Երևանում։ Վենա ինձ այսօր եմ կարծացել, որ ինչ-որ զորավարժություններ անցկացնում են արկտիկական գոտիում ու ամերիկացիք խնդրում են Ֆինլանդիայի զինվորներին չի դիմադրել, չի հաղթահարել ամերիկյան զինյալներին այդ զորավարժություններում։ Դե բնականաբար արկտիկական գոտիները բավական ծրտոտ են, չնայած այսօր Երևանում մենք ենք արկտիկական գոտի, ձյունաթափը և ցուրտը աղավոր, բայց այնուամենայնիվ պատկերացրեք, որ անապատային, կիսաանապատային և լեռնային ու նախալեռնային, ասենք, շրջաներում զորավարժություններ անցկացնել, այդ բավականն էլ բարդ գործ է։ Այդքան էլ սովորական եվրոպական քաղաքների նման, Ռամշտայնի նման, կամ Ինջիրլիկի նման մթնոլորտը չի լինելու։ Ահա թե ինչու մենք ասում ենք, որ Տրամպի տրիպերը, մի տրիպերը Երևանում են նստած, մի տրիպեր են Բաքվում, որը գնացել են խաղաղության խորհրդին մասնակցելու, անդամակցելու, հայտ են ներկայացրել։ Նրանք քաշում են ոչ միայն մեր տարածքը, այլ նաև ողջ Անդրկովկասը պատերազմական բոցի մեջ։ Ոչ մի խաղաղություն ստեղ չի լինելու, ոչ մի ներդրումներ, ոչ ոք ռիսկ չի անել, կատարել։ Ամերիկա հայ լինի, Զիբիլը հայ լինի, նիկոլական տրամադրություններով, ոչ։ Երբ որ փողի հարցը, ինչ մի ձեռներոց անկայուն տարածքի մեջ փող կներդնի։ Դրանով ինք կապացուցի, որ նա ձեռներոց չի, բիզնեսմեն չի, նա ապուշ է, ապուշ, հիմար, որը պատրաստ է հրաժեշտ տալ իր ֆինանսներին, անհատույց, պատրաստ է ծախսել ու սատկել, կիսասով վիճակում։ Ահա թե ինչու ուզած-չուզած պետք է իհարկե կարևորել և Դավոսի հանդիպումները, որոնք կրկնում են ըստ Financial Times 30 մնացել են ապարդյուն։ Ու քանի որ մենք դեռ չունենք առանց փակագծերի բացատրություններ և ոչ Վաշինգտոնից, ոչ էլ Մոսկվայից, թե ինչով են այնուամենայնիվ ավարտվել երեկվա բանակցությունները, կամ գիշերվա բանակցությունները, չունենք։ Մենք չենք կարող պատկերացնել, թե ոնց է գնալու զարգացումը, ուղղակի մենք հասկանում ենք, որ Իրանի հարցում հաստատ փոխհամաձայնությունը չկա։ Իսկ եթե չկա փոխհամաձայնություն մեծ տերությունների միջև Իրանի շուրջ, ուրեմն նշանակում է ոչ մի հարցի շուրջ չկա փոխհամաձայնություն։ Կարևորը սա է։
Կարևորը այն առումով, որ պետք է հետևել բոլոր կարգի զարգացումներին, ոչ թե միայն թե Հայաստանի ներսում ով ինչ է ցանկանում կամենում։ Մեր բնակչությունը իր ձերով սեփական սարքեց այդպես, որ Հայաստանում ինչ որ կատարվում է, ոչ մեկի վեճ չի։ Ոչ մեկ չի ցանկանում իմանալ։ Որովհետև Երևանում նստած են զուտ ուրիշների կամքի կամակատարներ, խամաչիկներ, ինչ որ կհրամայեն, են էլ կանեն։ Եվրամիությունը փող է շփում, որ դուք ստեղ կազմակերպեք հակաիրանյան, դեսպան Խալիլ Շիր Գոլամիի խոսքերը հիշեք, եւ հակառուսական բնականաբար, քարոզչական ինչ որ մի կամպանիաներ, հա? Ձեզ փող է շփում Եվրամիությունը, դուք պատրաստ եք կատարել, արդեն կատարում եք։ Ռուսաստանի դեսպանության դիմաց շատ բան եք կատարել։ Հիմա սկսել եք իրանական դեսպանության դիմաց կազմակերպել կամ աջակցել։ Ենթադրում եմ, որ չեք կազմակերպել։ Կազմակերպիչները նույն կներեք ինձ այլասերված տականք գոմիկները Եվրոպայից կամ արևմուտքից ընդհանրապես, որոնք կազմակերպեցին ձեր իշխանության գալը 2018-ին։ Կազմակերպիչները նրանք են, բայց դուք աջակից եք, ինչ անեմ, ես մեղավոր եմ, որ դուք եք աջակից, ոչ թե Տիկին Տովմասյանը կամ, չգիտեմ, ում ասեմ, այդ փաստաբաններից մեկը, որը հիմա բարձրացնում է նույն Վարդան Ղուկասյանի առողջության հետ կապված հարցերը, ես էլ մեղավոր չեմ, որ ձեր ղեկավարները, կազմակերպիչները, այն տականքները, որոնք բերել են ձեզ իշխանության 2018-ին։ Ես մեղավոր չեմ, Տիկին Տովմասյանը մեղավոր չի, ոչ ոք մեղավոր չի, մեղավոր եք դուք, որ դարել եք կամավոր տականք ուրիշների իղձերի և ցանկությունների կատարողներ, դուք եք մեղավոր, և բնականաբար են շարքային զանգվածը, որը գնացել է ու իբր թե ձեզ ընտրել է, 21 թիվը ցույց է տվել, որ ոչ մի ընտրություն չի կատարվել, եղել են մասսայական կեղծիքներ, որոնցից չգիտես ինչու ընդդիմադիր չամբարը որոշել է հրաժարվել, ասենք շարունակել է հետաքննել, ինչ պատճառով, չգիտեմ, գուցե կգա օր, որ ընդդիմադիրները կխստովանեն, ինչու նրանք հրաժարվեցին այդ մտքից, շարունակել հետաքննել։ Մի խոսքով, ստեղ երկու հարց պետք է ասեմ կոնկրետ Ալիևին և երևանյան խամաչիկների զավթողական, այդպես ասած, վարչակազմին, օկուպացիոն վարչակազմին։ Դուք խելապակաս եք, դուք տեսնելիս ինչ է կատարվում նույն հարևան Իրանում, շարունակում եք Տրամպի տակ։ Այս հայտարարությունները արդյոք չեր ուզում շեղել ընդհանուր թեմայից, Վենեսուելայից, Մադուրոյի առևանգումից և նաև իր նոր ոտնձգությունները Գրենլանդիայի հետ կապված, ուղղակի մարդկանց զբաղեցնում էր և հետո շուկա արևտիքով տեսակ, օրինակ Մակրոնն ասեց, Իրանի հարցում մենք կարող ենք համաձայնել, որպեսզի Գրենլանդիան կարողանա այսպես վերցնել։ Ինչ տեղի ունեցավ ձեր կարծիքով։
Հա, դե հիմա մենք տեսնում ենք, որ ես այս հարցին պատասխանեմ, բայց հետո ձեր թույլտությամբ կշարունակեմ դիմել Ալիևին եւ մեր Երևանյան Ալիևին։ Լավ։ Գրենլանդիայի հարցը նույն Դավոսում մնացել է անավարտ։ Այն պատճառով, որ շատ քչերն են միացել Տրամպի նախաձեռնությանը։ Նկատի ունեցեք, ոնց է պատասխանել Վլադիմիր Պուտինը այդ առաջարկությանը, ասել է, «Վա, $1 միլիարդ ես ուզում, բալիկ ջան, մեր սարեցված քո ԱՄՆ-ում փողերից կարաս $1 միլիարդ վերցնես, օգտագործես»։ Դա առանձին զրույց է իհարկե, առանձին զրույց է առարկան, ինչու Ռուսաստանը այդպես է պատասխանել։ Սակայն ուրիշներից, ասենք, քիչ թե շատ ազդեցիկ հեղինակավոր եվրոպական երկրներից որևէ մեկը չի համաձայնվել միանալ, նույնիսկ Լեհաստանը չի համաձայնվել։ Պատկերացրեք, Տրամպի նախաձեռնությունը օդի մեջ է կախված է մնացել։ Որովհետև հանուն գազայի պիտակի տակ Տրամպը կազմակերպում է հակաիրանյան դաշինք, ով դա չի կարող պատկերացնել, շատ կներեք, ես այդ մարդկանց տեղը չպիտի պատասխանեմ, որ նրանք էշ են կամ ապուշ են։ Մենք տեսնում ենք, որ Տրամպի նախաձեռնությունը տապալվել է, ու նա կամաց նույնիսկ Գրենլանդիան, այդպես ասած, իբր թե մոռացել է, որովհետև Եվրամիության երկրները կարծես թե առաջարկել են գրենլանդական հարցի ուրիշ տարբերակ։ Սակայն այդ նույն Տրամպի խոսքերից բխում է, ու նա դա խոստովանել է, որ նա բաժանում է ամբողջ աշխարհը երկու մեծ մասի։ Մեկին կառավարիչը ԱՄՆ-ն է, այսինքն Տրամպը այսօրվա դրությամբ, մյուսին արևելյան կիսագնդին, կառավարիչները Ռուսաստանը ու Չինաստանը, նա պես էլ խոստովանել է, որ նա ճանաչում է Ռուսաստանի և Չինաստանի շահերը, սա նշանակում է միայն մի բան, որ նա ճանաչում է, որ Ռուսաստանը և Չինաստանը պատկանում է երկրագնդի շատ ավելի մաս, քան թե Ամերիկային։ Դրա համար Ռուսաստանի պատասխանը Գրենլանդիան եղել է, ուզում ես վերցրու, թքած ունենք։ Մեկը մենք Դանիայի հետ վատ հարաբերություններ ունենք։ Բայց Չինաստանի համար Գրենլանդիան այդքան կարևոր չի, ինչքան օրինակ Թայվան կղզու հարցը։ Ու դու խոստովանել ես, որ Չինաստանը ունի իր ազդեցության ոլորտ, իր ազդեցության շահեր, իր ամբողջությամբ ինչ-որ մի քաղաքականություն, քաղաքական կուրսը, որը այսօրվա օրով և Չինաստանը և Ռուսաստանը դրսևորեցին կոնկրետ Իրանի հարցի շուրջ։ Կոնկրետ։ Ահա թե ինչու մենք ասում ենք, որ պրակտիկորեն և Քուրդ Ալիևը, և Երևանյան Քուրդ Ալիևը շտապեցին մտնել այդ Տրամպի հռչակված կամ հայտարարված նախաձեռնության շրջանակները։ Երկուսն էլ անվերապահորեն աջակցեցին, սատարեցին, հայտնել են ցանկություն մասնակցել այդ խաղաղության խորհրդում։ Էլ եմ կրկնում, գազը խոսքը ընդեղ զուտ պիտակ է։ Իրականում խոսքը գնում ամբողջ մերձավոր արևելքի մասին, ինչ նշանակում է Իրանի մասին։ Եվ ես զուտ իմ կարծիք եմ հայտնում, որ Իրանի շուրջ հարցի մեջ ԱՄՆ-ն ոչ Չինաստանի, ոչ Ռուսաստանի հետ այդպես ասած ընդհանուր լեզու չի գտել։ Ահա այդ պատճառով եմ նշել, որ Երևանյան վարչակազմը ժողովրդի լեզվով ասած քակա կերել, որ թույլատրեց
այդ հակաիրանյան, հակապետական կեցվածք ունեցողներին հավաքվել Իրանի դեսպանության մոտ ու հայհոյանքներ հնչեցնել, հակաիրանյան կարգախոսներ հնչեցնել, դա Երևանում չպիտի տեղի ունենար։ Ահա թե ինչու Խալիլ Շիր Գոլամին հարկ է համարել առաջի անգամ մոտ 7.5 տարվա ընթացքում Ինչ հետևանք կունենա դա այս հայտարարությունը։ այդ հայտարարությունը ունի հետևանքային, որ արդեն արևմուտքի մարդիկ խոստովանում են։ Ինչ որ արվել է Իրանում, արվել է մի մարդու նախաձեռնությամբ կամ մի այդ մարդու շուրջ ասենք խմբի կենտրոնացած ուրեմն խմբի նախաձեռնությամբ, որը կոչվում է այսօրվա օրով Իրանի բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Արտաշիր Լարիջանին։ Նույնիսկ արդեն խոսք է գնում Անժելա ջան, որ գուցե եւ մյուս Իրանի գերագույն առաջնորդ կարող է լինի Լարիջանի ընտանիքից, քանի որ Ալի Արտաշիր Լարիջանի կրտսեր աղբերը Սադեկ Լարիջանին նա կրոնական գծով ունի էլի վաստակներ։ Համենայն դեպս մենք տեսնում ենք, որ Իրանը ու Իրանի պաշտպանողական ասենք համալիրը ուժերը դա ոչ միայն իսլամական պահապանների կորպուսի զինյալները, ոչ միայն բասիչ կոչված ուրեմն աշխարհազորը, ոչ միայն անվտանգության ուժեր եւ հետախուզությունը, ոչ միայն բազմաթիվ այդպես կոչված սպեցնազները, այլ նաեւ պետական մարմիններն են։ Իմ կամքը արտահայտեց Խալիլ Շիր Գոլամին Երևանում։ Խալիլ Շիր Գոլամին Երևանում է դեսպան։ Ես համոզված եմ, որ մյուս մայրաքաղաքներում աշխատող դեսպանները ոչ պակաս օգտագործեցին իրենց սերտ կապերը տեղի իշխանությունների հետ, որոնք համարվում են Թեհրանի համար բարեկամական, այսինքն Պեկին, Մոսկվա եւ այլն։ Կարելի է շարունակաբար գնալ հասնել Հնդկաստան եւ Հյուսային Կորեա կոչվածը եւ այլն։ Բայց այնուամենայնիվ դա սպառնում է Հայաստանին այն կանգամանքով, որ վերջը մի պահ կգա, որ նույն Չինաստան, Ռուսաստան, Իրանը միավորում են ջանքերը, որպեսզի իրենց շուրջ, իրենց միջև ընկած տարածքներում բարեկամական կառավարություններ լինել, այլ ոչ թե այն կառավարությունները, որոնք կատարում են Տրամպի տրիպերը կամ ասենք անգլիական հատուկ ծառայության մի 6-ի ուրեմն կանոնները կամ ասենք հրամանները։ Նրանք կարող են անցնել միացան, հա, չեն օգնում։ Այո։ Այո։ Բաց են թողել, հա, ու 3000 քառակուսի կիլոմետր քրդերից խլել են այդ ընթացքում։ Բայց շատ ինձ կներեք,
Սիրիական քրդերը նրանք են մեղավոր, որ այդպես վարվում է իրենց հետ ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Այսինքն թողել են անօգնական վիճակում։ Խոսելը խոսելով է, այնա Գազայից խոսում են, բայց ոչ ոք մատ արմատ չի խփում, որ Գազայի ժողովրդին օգնեն փրկվել, զուտ փրկվել։ Խոսելը չի նշանակում, որ մարդը ազդում է կամ արձագանքում է կատարված ցեղասպանությանը։ Ոչ, խոսելը 1915 թվականին ով չխոսեց հայոց ցեղասպանությունից։ Գրեթե ամբողջ աշխարհը։ Նանսենը խոսեց, հա? Անրի Բարբյուսը խոսեց։ Ով չխոսեց։ Մաքսիմ Գորկի խոսեց։ Հեչ Սիրիան պիտի վերջ դրվի։ Սիրիական պետությանը վերջ է դրվում։ Անպակաս երկու մաս են, տենց կորզելու են, բաժանելու են։ Հարավը դառնում է Վերջնական միայնակ կթողնի Թուրքիան Միացյալ Նահանգները քրդերին, թե այն անել ինչ-որ բան կպաշտպանի։ Չէ, արդեն նրանք իրենց թողնում են, նույնիսկ Իրաքի քրդերին են թողնում, որովհետև այս օրերի հենց ընթացքում իմանալով, որ տապալվել է իրենց դավադրությունը Իրանում, ամերիկացիք որոշել են դուրս գալ Իրաքում գտնվող, Իրաքի հյուսիսում գտնվող Այն էլ-Ասադ բազայից։ Սա նշանակում է, որ նույնիսկ իրաքյան քրդերը կմնան առանց աջակցությանը։ Ինչու է այդպիսի զիջման գնաց Միացյալ Նահանգները Թուրքիայի համար։ Պարզե սա Էրդողանի Որովհետև ես ասում համեն այդպես երևում է, որ երբ որ Տրամպը իր տրիպով որոշել է դիրքավորվել Անդրկովկասում, նա արդեն կանաչ լույսը վարել պանթյուրքիզմի ծրագրի դեմ, որը ինքը խլեց պրակտիկորեն անգլիական հատուկ ծառայությունների ձեռքից ու ուզում է կառավարի այդ ծրագիրը։ Իսկ մենք գիտենք, ոչ միայն մենք գիտենք։ Ռուսաստանի ձեռքից ինքը չզլացավ ասել, որ Պուտինը, չգիտեմ դա ինչքանով է իրականության համապատասխանում, Պուտինն ասել է ես 10 լինելով Կովկասը Պուտինն ես կողության տակ, այսպես է ասել։ Որ 10 տարի չի կարողացի այդ հարցը լուծել, թե ինչպես իրեն կարճ ժամանակում հաջողեց լուծել։ Դե հարցը լուծված չի, Տրամպը շատ լավ պիտի գիտակցի, որ նա հարցը չի լուծել։ Այսինքն մի տարածք, ասենք սիրիական տարածք։ Ես արդեն Հայաստանի մասին Հա։ խոսում, Դե ես օրինակի համար եմ էլի վերում։ Սիրիա ոչնչացնելով դե չի նշանակում, որ սիրիական հարցը լուծված է, որովհետև դու ուղղակի պատրել ես այդ երկիրը, մի մասը տվել ես Թուրքիային, մի մասը Իսրայելին։ Դա հարցի լուծում չի։ Ինչպես նաև տեղահանություններ կամ տարհանում, ոնց որ նա ասում է, եկեք Գազայից պաղեստինցիներից հեռացնենք, համաշխարհային կուրորտ սարքենք։ Դա հարցի լուծում չի։ Ինչպես նաև մեր հարցերը։ Արցախի ժողովրդին վռնդել, Արցախի ժողովրդին արգելել Հայաստանում մեջ Արցախ խոսքը հնչեցնել, չի նշանակում, որ հարցը լուծված է։ Էլի հետաձգվում է այդ հարցը, եսիմինչ ժամկետով։ Կամ, եթե վերցնենք հեռավոր արևելք, համեմատենք մեզ հետ, խոսել, որ ես Չինաստանի հետ ամեն ինչ լավ քննարկել եմ, բանակցել եմ, պայմանավորվել, չի նշանակում, որ դու Թայվանի հարցը լուծել։ Հիմնովին հարցի լուծումը տվյալ դեպքում։ Ախպեր, դու Մաո Ձեդունի հետ ես, թե Չանկայշիի հետ ես։ Եթե դու ստեղ ես Կովկասում, ահա, դու ում հետ ես։ Կովկասը եղել է բաժանված զուտ երկու պետությունների միջև, չէ՞, Իրան եւ Ռուսաստան։ Պատերազմով թե ոնց, այդ քո գործը չի։ Այն ժամանակ ԱՄՆ-ն ով է, որ իր հետ հաշվի նստեն։ 19-րդ դարի սկիզբ։ Հիմա դու ասում ես, ես Կովկասյան հարցեր եմ լուծել, ոնց։ Թուրքիերին փոխանցելով այս տարածքները։ Դա հարցի լուծում չէ։ Հարցի լուծումը ու շատ կներեք ասում են հիմա վատառողջ վիճակում է ու 2013-ին պրակտիկորեն առաջարկել է մեզի շատ քաջ հայտնի Զորի Բալայանը,
առաջարկելով Իրանին եւ Ռուսաստանին անդրադառնալ այն ժամանակաշրջանին, երբ որ նրանք երկուսով են որոշել այս տարածաշրջանի ճակատագիրը, այսինքն Գյուլիստանյան եւ Թուրքմենչայի պայմանագրերի դրույթներին։ Ուրեմն այդ երկուսը պիտի պայմանավորեն նախ եւ առաջ, որ այո, մենք խոսքի տեր ենք, դու ասել ես, որ դա ի հավերժության իմն է, դա տենց է, պայմանագիրը տենց է կազմված։ Ի հավերժ Իրանը ճանաչում է պարտությունը Կովկասում ու հանձնում է այդ թվում Երևանի տարածքը, Նախիջևանի տարածքը, Արցախի տարածքը եւ այլ տարածքները ռուսական կայսրությանը։ Դու հրճակել ես քեզ ոչ թե սովետի միայն իրավահաջորդ, դու քեզ հրճակել ես նաեւ ռուսական կայսրության իրավահաջորդ։ Դու հաստատում ես, որ դա քոնն է, եթե չէ, գործի մտնում է ինչ այն մեխանիզմը։ Այդ դեպքում վերադարձրեք այդ հողերը մեզ։ Դա ես եղել եմ թանգարանում Թեհրանում, ես տեսել եմ այդ կարտեզը։ Դա կորցրած ադամանդներ են Իրանի, ամբողջ Անդրկովկասը, Թիֆլիսով հանդերձ։ Ինչի համար է սարսի նախագահի մայրը։ Բաղում Խաչատրյան սկզբում խոսել այո։ Գիտեք ինչ մեծ աղմուկ բարձրացավ Սալավյովի խոսքը եւ շատ կազմակերպված այսօրվա իշխանությունները դա վերածեցին հակառուսական շատ հզոր քարավանի։ Հիմա մենք արդեն տեսել ենք։ Հիմա շատ հետաքրքիր է Սալավյովը երեք խոսեց եւ նույն այս ակտիվացածներին Թրամփի խոսքից հետո որ այս տարածքը եղել է Պուտինի ասում է դե մի հատ ձայն հանեք նույն Նիկոլին Трамп. И ясно почему. При этом забавно, как его высказывание приводит к тому, что вызывает послов всех, кому не лень, возомнившие о себе не весь что, считающие, что, находясь в своих деспотиях, они имеют возможность влиять на нашу демократию. Так вот, обращаюсь ко многим недовольным мною. Подумайте, что вы в своей жизни делаете не так, что вызываете столь ярую критику, в том числе и от меня. И может быть вам станет проще. Кстати, я жду, когда вызовут посла Соединенных Штатов Америки после следующей фразы Дональда Трампа, который сказал буквально такое. Но Путин сказал мне, я не могу поверить, что это регулирует войну. Я работал в течение 10 лет, потому что это его территория, говорит Дональд Трамп о конфликте на Кавказе. Ну, как? Это его территория. То есть Дональд Трамп считает, что это территория Путина. Ну где возмущение? Где могучие МИДы, вызывающие к себе послов Соединенных Штатов Америки, чтобы сказать им, как смеет Дональд Трамп заявлять, что Кавказ – это территория Путина? Нет? Бздите! Ну понятно, это же не... Это же ого, ему все можно, да? Ему можно, а вам нельзя. Иначе бы вы уже вызвали послов Соединенных Штатов Америки в соответствующих государствах и высказали претензии. Ես արդեն անդրադարձել եմ իմ խոսելու վաղ 10 առաջի մասում, որ Թրամփը չգիտես ինչու Դավոսում խոստովանել է, որ ինչպես ինքը ունի, այդպես ասած, ազդեցության ոլորտ եւ շահեր արևմտյան կիսագնդի, ասենք, տարածքում, այնպես էլ Ռուսաստան ու Չինաստան ունեն իրենց իշխանության, ասենք, կամ իրենց ազդեցության ոլորտներ արևելանում։ Ու դա իսկույն նշանակում է, որ եկեք տվեք ինձ Գրենլանդիա, սուս մնացեք, էլի ձեն մի հանեք։ Ես թքած ունեմ, դուք ինչ եք կատարում։ Ու այդ բանի տակ կատարվում է ամերիկյան զորքերի դուրս բերում հյուսիսային Իրաքից ու փոխանցում է ռազմական այն էլ ասած ռազմական բազային իրաքյան զինված ուժերին։ Ինձ համար դա նշանակում է հետևյալը. վաղը չէ մսորը ձերքը քաշի Իրանից, քանի որ Չինաստանը ու Ռուսաստանը դուրս են եկել, այդպես ասած, դրսևորել են իրենց որպես աչակից եւ օգնական Իրանին։ Այդ Starlink-ի, ասենք, լրացնելու հարցում, այդ 16
ռազմատրանսպորտային ինքնաթիռ Չինաստանից Իրանում վայրեջք կատարել, զենք են բերել, սպառազինություններ են բերել։ Դա մի բան է նշանակում։ Իրանի հարցում մենք քեզ այդ իմի չենք գալու։ Հակառակը, դու պիտի այո, ու Հայաստանից դու էլ պիտի հեռանաս։ Ինչու եք վստահ, որ այդպես կլինի։ Տրամպը խոստովանել։ Ինքը ասում է, դա իր տարածքն է, բայց հարց լուծողը փաստորեն արձանագրվեց, որ Ես եմ եւ եղել։ դա ընդունեց Պուտինը։ Նա ասում է դա ընդունեց Պուտինը, բայց մենք տեսնում ենք, որ Պուտինը դա չի ընդունել։ Երբ որ նույն Սալավիովները, նույն ուրիշ մարդիկ շարունակում են պնդել, որ վերջո կա եւ այդպիսի հնարավորություն։ Հատուկ նայեք, նույն Սալավիովը հնչեցրեց գուցե ժամանակ է եկել, որ որոշակի տարածքներում առանց նշելու Հայաստան, Անդրկովկաս եւ Միջին Ասիա, մենք էլի անցկացնենք ինչ-որ հատուկ ռազմական օպերացիաներ, այստեղ են վախեցել ախրամ, Անժելա ջան, այստեղի խամաչիկներ են վախեցել ձայն բացացել, արա քեզ ով կոպիտ ասած անվանել, նշել, ոչ ու, այդ դու քեզ նշեցի, որ դու ես սպասում, որ կարող է հատուկ ռազմական օպերացիան սկսվի ստեղ։ Այո, հիմա արդեն կարելի է ասել, որ դա եւս ստեղ կսկսվի, քանի որ Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին կոնկրետ մատնանշեց, որ հենց Երևանը դառնում է հակաիրանյան ուժերի կենտրոն։ Ուրեմն եկեք եզրակացնենք։ Հակաիրանյան ուժերի կենտրոն Երևանը, ուրեմն հակաչինական կենտրոն, հակառուսական կենտրոն։ Շատ է, վերջին հարցը, հիմա դրա մասին Զատուլինը մասնավորապես խոսեց, ասելով, որ փորձում են ինչ որ արեցին Արցախի հետ, հիման անել հիմա, այսինքն այսպես սա մեծ իմիտացիա է, փորձել ներգրավել Ներքաշ Ռուսաստանին այս միջանցքի հետ կապված այս ծրագրի հետ, կապման դեպքում հերթականական գծել Ռուսաստանի Ռուսաստանն էլ այնտեղից շատական բավականին դրական է արձագանքել, ասելով այո, գուցե քննարկում ենք եւ այլն, ինչ է կարծում, մասնակցություն կունենա թե ոչ, թե այս հարցում արդեն ձախողել է եւ Ես կարծում եմ, որ չեն մասնակցի։ Ես կարծում եմ, որ չեն մասնակցի Ռուսաստանի ներկայացուցիչները, կմասնակցեն այն վաղտը, երբ որ մեր տարածքում գոնե կամ Բաքվում հակառուսական հիստերիան կավարտվի։ Չգիտեմ, ոնց որ սկսվել է, թող ավարտվի։ Դուք եք չէ սկսել, Ալիևը սկսել, չէ։ Կամ Երևանյան քուրդ Ալիևը սկսել, չէ, հակառուսական հիստերիա։ Կարող է ինքը շահագրգիռ չի, բայց ամերիկացիների ազդեցության տակ կգնա ու կսկսի արդեն քանի որ Միացյալ Նահանգները պրակտիկորեն ցույց են տվել, որ եթե Չինաստան-Ռուսաստանը համաձայնվում են, որ նա յուրացնի ուրիշ տարածքներ, այնտեղ միայն Գրենլանդիա չի, արդեն խոսքը գնում է Կանադայից, չէ, արդեն նույնիսկ կարծում եք երեկվա Պուտինի հարտահայտությունը Գրենլանդիայի մենք գործ չունենք, դա նշանակում է, որ վանդուտի գործ չունենաս Կովկասում։ Այո, չէ, ոչ միայն Կովկասում։ Ամբողջ համալիրով նայեք, Իրանում գործ չունես, Թայվանում գործ չունես, Արևելյան կիսագնդում դու գործ չունես, Տրամփ, դու ասես արևմտյանում ես տեր ու տերակալ։ Էտա։ Էլի եմ ասում, կրկնում եմ, ես էտե ասել եմ։ Դրա համար է շտապում Ալիևը եւ Էրդողանը, դրա համար է շտապում։ Շտապում են դրա համար Բայց տեսեք, քանի դեռ այդ հարցը չի որոշակիացել, մենք Արցախը ծախեցին, Արցախը կորցրեցինք, արդյոք հնարավոր չէ այս ժամանակահատվածում նաեւ կորցի։ Եթե դուք պատկերացնում եք, հիմա խոսում են դրա մասին, որ Ամերիկան, Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը ժամանակին պայմանավորվում են, որ իրենք ասեմ, չի բացառվում, էլ չեմ ասում, շատ ավելի, ինչու՞ միայն Սյունիք եք նայում, շատ ավելի տեղեր կան, որտեղ կարան էլի ծախեն կամ զիջեն կամ հանձնեն, լուրջ եմ ասում, Լորվա մարզի կեսը կարան հանձնեն,
որ դու դուրս գալու ճանապարհ չունենաս դեպի Թիֆլիս։ Ինձ որում գրեթե կատարվում է դա։ Այո, գրեթե կատարվում է, որտեղ աղմուկը որ սկսվել է այդ ոսկեպարի շուրջ, դա է նշանակում։ Ոսկեպարը ինչ է։ Մի գյուղը, որը ինչ որ չափ հսկում է ճանապարհը Երևանից Թիֆլիս։ Այդ գյուղի մի մասը հանձնվել է, չէ՞, եկեղեցիով։ Ինչու է հանձնվել։ Եվ բայց այդտեղ կա ուրիշ մի հարց, որ ես ժամանակին խորհուրդ եմ տվել իմ դիրքերից իհարկե ելնելով, երբ որ ինձ հարցրել են, ասել եմ, ձեր խնդիրը Հայաստանի իշխանավորները պահել Արցախը 30-ից 50 տարի, դրանից հետո ավտոմատիկորեն կգնա ճանաչում։ Դեգեներատներին ասեք, որ ասում են Արցախը Բաքուց էին տվել։ Այո, ճանաչում, ու ես փոխանցել եմ դա մեր իշխանավորներին Արկադի Ղուկասյանի միջոցով։ Բայց այդպես էլ անում էին։ Մեր նախկին իշխանությունները այդպես էլ անում էին։ Լավ, շատ ավեր։ Բայց այսօրվա մենք 4 գերի վերադարձան, ահաբեկի կարճ խնդրում եմ պատասխանեք մեր։ Հա, ես գիտեմ, հա։ 4 գերիներ վերադարձան, երկու ահաբեկիչների դիմաց, ասում են, որ այստեղ շահագրգիռ է թուրքական կողմը, որտեղ այնուամենայնիվ Այո, մտաբախություն է, որ կարող է իշխանափոխություն լինի եւ շատ բաներ բացահայտվեն այո, ահաբեկիչների կողմից։ համաձայն եմ այդ կարծիքի հետ։ Տեսնեմ, որ Ադրբեջանից էլ հայտարարություն Նախ եւ առաջ եղան, որ կմոռանաք այլևս մյուս գերիների մասին, սա առաջին եւ վերջին էր, որ դուք ստացաք։ Այո։ Ինչ է այս առումով սպասում եւ պարզ է, չէ, որ Թրամփի համար դա շատ արագ լուծելիք հարց է։ Դու կարող ես ուղղակի ասել, բաղը պիտի լուծվի։ Այո, Եթե այդ հարցը այո, հնարար այո։ լինի, ասենք այն պատուհասը կամ այդ թյուրիմացությունը։ Շատ ինձ կներեք, այդ 4 հանձնված այդպես ասած գերիներին ոչ մեկը ռազմագերի չէր։ Դուք շատ լավ գիտեք ինձանից։ Հաց էին տարել, մյուսը Կարմիր խաչի բարորդն է։ Կարմիր խաչի չէ, իրեն տեղափոխում են հիվանդանոց։ Նա հիվանդ էր։ Կարմիր խաչի միջոցով։ Մյուսը, հա, մյուսը Լիբան այնտեղ երկուսը 100% որ մեր սփյուռքահայերն էին։ Ազգանուններից շատ լավ բխում է։ Շատ լավ բխում է։ Չէ, երկուսը։ Երկուսը։ Անպակաս։ Ու ես հասկանում եմ ինչու իրենց հանձնեցին, նրանք անմեղ են։ Ամեն դեպքերում են անմեղ, հասկանում եք։ Օրինակ կարելի էր, չէ, ինչ որ մի բան կպցնել։ ոչ մեկին չի կարելի։ Մարդիկ պաշտպանվել են ցեղասպանությունից։ Հա, այդ մենք մեր բանով, բայց եթե դուք տեսնում եք խոսքի, որ ինչ որ մի փեշիկը ճանաչում է Բաքվի հանրապետություն չիկի ուրեմն տարածքային ամբողջականությունը դառնում են նրանք հանցագործ։ Եթե գործել են այն տարածքում, որ ինչ որ փեշիկը Երևանյան ճանաչեց պաշտոնապես։ Դա է խաղարկվում։ Ու դառնում է, ասենք թե այն նույն պատմությունը սկսվում, որ նոր խոսել է Սիրիայի քրդերից, մենք հիշատակեցինք։ Ձեզ դավաճանել են, ձեզ թողել են։ Տվյալ դեպքում Տրամպը ու Իսրայելը քրդերին են դավաճանում, թողնում։ Մեր դեպքում Երևանը թողնում արցախահայերին, դավաճանում արցախահայերին եւ մոռացեք Արցախի մաս։ Արցախ խոսքը մոռացեք, դրոշը մոռացեք, ամեն ինչ մոռացեք։ Սա Երևանի ձեռնարկն է։ Սա Պուտին չի թելադրել, որ գնա այդ գործը արա։ Սա Մակրոն չի թելադրել, որ գնա այդ գործը արա։ Սա արել են երևանցիք։ Վերկալու միասին։ Հա, նախկինում իջևանցիք։ Ենոքևանցիք։ Բայց նրանք են արել, ոչ թե այս երկրների մայրաքաղաքների առաջնորդները։ Ահա թե ինչու կարևորվում է այդ Իրանի դեսպանի հայտարարությունը։ Դուք դարձնում եք Երևան հակաիրանյան ուժերի կենտրոն, պատկերացեք, Իրանի դեսպանը հնչեցրեց նաև ուրիշ միտք, հակառուսական ուժերի կենտրոն, հակաչինական ուժերի կենտրոն։ Ու ինչ կլինի զարգացումների վաղտը, ասում եմ հետևյալը, ես չեմ բացառում,
որ վերջը, այն որ ասում են զզվցրել եք արդեն այսքան, այո, հատուկ ռազմական օպերացիա կարող է կատարվի արդեն համատեղ ուժերով, կամ այդ 3-ը BRICS-ի շրջանակում, թե ՇՕՍ-ի շրջանակում պայմանավորվում են, որ դա իրականացնում է ինչ որ մեկը պայմանավորվում, այդ 3-ը պայմանավորվում են, որ իրականացնում է այդ հատուկ օպերացիա ինչ որ մեկը, ում ընտրեն, չեմ իմանում, դե Չինաստանը հեռու է, երևի թե Ռուսաստան կամ Իրան։ Շնորհակալություն։ Չինական զորքերը ես ճիշտ ասած տեղ չեմ պատկերացնում։ Չնայած ինձ ասում են, որ չինական զորքերը արդեն կան նաև Ուկրաինայի հետ կապված գործերում։